Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այսօրվա ծրագրում դիտեք։ Տավուշը ծխի մեջ երրորդ օրն է, չի հաջողվում վերջնականապես մարել հրդեհների օջախները։ Աշխատանքները շարունակվելու են ողջ գիշերվա ընթացքում ևս։ Հայաստանի փոխարտգործնախարարն այսօր դժվարացել է հստակ ժամկետ նշել, երբ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Գործընթացը նորմալ շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Նախկին օմբուդսմենը Նիկոլ Փաշինյանին հաղթելու իր բանաձևն է առաջարկում։ Պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Ընդդիմությունը 6 տասնյակից ավելի քաղբանտարկյալների մասին է խոսում, իշխանությունը հերքում է։ Այսօրվա լսումներին ոչ մի իշխանավոր չմասնակցեց։ Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վեհափառի անունը շրջանցած քահանաները, եթե չեն ուզում կարգալույց հռչակվել, ըստ Մայրաթորի պետք է մեղագան։ Վաշինգտոնը շարունակում է քննարկումները իր առաջարկած խաղաղության պլանի շուրջ։ Թողարկման սկզբում տեսնենք ինչ իրավիճակ է Տավուշում։ Դիլիջանի բլուրները ծխի մեջ են, մարզում հրդեհի մի քանի օջախներ կան, իսկ այն մարելու գործին հարյուրավոր փրկարարներ են ներգրաված։ Իմ գործընկեր Կարինե Սիմոնյանն է Դիլիջանում աշխատում։ Կարինե, բարի երեկո, նախ զոհված փրկարարի մասին եմ ուզում հարցնել։ Ներքին գործերի նախարարությունը 1 ժամ առաջ հայտարարեց, թե Տավուշում վթարից հրշեջ փրկարար է զոհվել, եւս 4-ը վիրավորվել են։ Քեզ հաջողվել է պարզել ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը։ Աստղիկ, մեզ չհաջողվեց շատ մանրամասներ ճշտել, այս պահին այս հրշեջ մեքենան, որը դարձել է այս վերջին օրերին դարձել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող շտաբ, այս պահին ժողով է տեղի ունենում, մեզ չհաջողվեց որևէ կերպ համոզել պաշտոնյաներին պաշտոնական հավելյալ տեղեկություն տալ այս մասին, բայց կծկտուր հրշեջներից ստացված տեղեկություններով դեպքը տեղի ունեցել դեպի Բերդ տանող այդ հատվածում, Իջևանից դեպի Բերդ ընկած այդ հրդեհի օջախներից մեկում, բայց թե ինչ հանգամանքներում է վթարի ենթարկվել մեքենան եւ կոնկրետ ինչ է տեղի ունեցել, այդ մանրամասները մեզ հայտնի չեն։ Մեր զանգերին չպատասխանեց նաեւ ներքին գործերի նախարարության մամլո խոսնակը, որևէ տեղեկություն հավելյալ իմանալու պես մենք կհաղորդենք։ Կարինե, դառնալով հրդեհի օջախներին, այս պահին ինչ տեղեկություններ կան, քանի օջախի մասին է խոսքը եւ արդյոք օրվա ընթացքում հնարավոր եղել է տարածումը կանխել, գիտենք Դիլիջանը անտառապատ է եւ վտանգը տարածման դեպի անտառներ շատ մեծ է։ Աստղիկ, մենք Դիլիջանի Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Լեռնային Հայաստան կոչվող առողջարանի հարակից տարածքում ենք դեռ առավոտյան, նույնիսկ երեկոյան 3 երեկոյան լուրեր էին տարածվել, որ հրդեհը բավականին մոտեցել է այս առողջարանին, բայց այստեղ մեզ վստահեցնում են, որ առողջարանում հանգստացողները շարունակում են իրենց հանգիստը եւ որևէ կերպ դա չի մոտեցել, առնվազն 2 կիլոմետր հեռավորության վրա է եղել եւ առավոտյան էլ փրկարարները եւ պատասխանատուները հավաստիացնում էին, որ հրդեհի տարածումը գոնե կանխել են եւ տեսանելի է, այսպես նույնիսկ մթության մեջ տեսանելի կրակ մենք չենք տեսնում, ընդ որում ասեմ, որ առավոտյան ծխի հոտը ավելի զգալի էր, քան այս պահին,
Փրկարարների հետ էլի կծկտուր խոսակցություններով իրենք հավաստիացնում են եւ ավելի վաղ նաեւ ներքին գործերի նախարարության մամլոխոսնակը պնդում էր, որ այդ 4 օջախներից այն կողմ կրակը չի տարածվել եւ մեծ օջախներ կրակի չկան։ Քիչ առաջ ես զրուցում էի փրկարարների հետ, որոնք Սպիտակի տարածաշրջանի կողմից էին եկել Լոռու մարզի եւ վստահեցնում էին, որ այնտեղ էլ գրեթե ամբողջությամբ մարվել է։ Չեմ կարող ասել, թե ինչ կա նոր ավելի թարմ տեղեկություններ այս պահին մեզ չեն հաղորդել, բայց քիչ առաջ, ժամեր առաջ էլի ներքին գործերի նախարարության մամլոխոսնակը մեզ վստահեցնում էր, որ ամբողջ գիշերվա ընթացքում այնուամենայնիվ շարունակվելու են մարման աշխատանքները, չեն հեռանալու, քանի դեռ վստահ չլինեն, որ վերջնականապես մարված է ամբողջ հրդեհը։ Կարինե, ասում են մարման աշխատանքներին հարյուրավոր փրկարարներ են ներգրաված, ներքին գործերի նախարարությունից պնդում են նրանց թիվը բավարար է։ Դու այսօր տարածքում հետևել ես աշխատանքներին, եթե այդպես է, ինչու չի հաջողվում մարել կրակը կամ այդ օջախները կրակի։ Էլի պատասխանատուներին հղում անելով նշեն, որ պնդում են, որ շատ անմատչելի են այդ տարածքները, որոնք հրդեհվել են եւ հատուկ տեխնիկայի միջոցով է հնարավոր լինում մարել կրակը եւ մենք այսօր ամբողջ օրը տեսել ենք այստեղ ուղղաթիռ, որը Դիլիջանի կենտրոնական հատվածում գտնվող արհեստական լճից ջուր էր վերցնում եւ ցողում մեզ նույնիսկ տեսանելի այդ ծխացող բլուրների վրա։ Ամեն դեպքում ասում են, որ այդ անմատչելի տարածքները կարողացել են որևէ կերպ հսկելի, վերահսկելի դարձնել եւ նշում են, որ անհանգստանալու կարիք չկա, նույնիսկ նոր փրկարար ուժերի, այլ հավելյալ ուժերի կարիք չեն տեսնում։ Կարինե, Տավուշը այսօր միակ ծխապատ տարածքը չէ, Գեղարքունիքում էլ օրեր շարունակ ճամբարակ թթուջուր հատվածի հրդեհը չէր հաջողվում մարել, կա նորություն այնտեղ ինչ վիճակ է։ Աստղիկ, մենք այսօր այդ հարցերը տվել ենք նաև ներքին գործերի նախարարության մամլոխոսնակին, նշեմ, որ հիմնական այդ 4 Տավուշի մարզի 4 օջախները նշում են հիմնականում 3-ը հենց Դիլիջանի հարակից բլուրներում են, մեկը ավելի հեռու Իջևանից դեպի Բերդ ընկած այդ հատվածում եւ ավելի վաղ հրդեհներ եղել են, ինչպես նշեցիր, Գեղարքունիքի մարզի ճամբարակ թթուջուր հատվածում եւ փրկարարների վստահեցմամբ, պնդմամբ այնտեղ գրեթե ամբողջությամբ ամեն դեպքում վերահսկողությունը շարունակում են, բայց համարում են արդեն հրդեհը մարված։ Կարինե, պատասխանատու պաշտոնյաները հնդածը ձեռնարկվող գործողություններից խոսում են, բայց լռում են պատճառների մասին։ Քո հարցերն էլ են անպատասխան մնացել, կա ի վերջո գոնե վարկած, ինչից բռնկվեց հրդեհը կամ հրդեհները։ Այո, Աստղիկ, մինչ այս պահը լուռ են, առհասարակ նույնիսկ վարկածները չեն բարձրաձայնում, այնինչ շրջանառվում է սոցցանցերում, մարդկային գործոնից, ընդհանուր մինչև դիտավորություն կամ անփութություն, որևէ վարկած պաշտոնապես չեն հայտնում, նշում են, որ դեռևս քրեական գործ անգամ չկա եւ այսօր էլ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը ասաց, որ որևէ բան այս մասին չի ասի։ Ես առաջարկում եմ նաեւ դիտել այն կարճ հարցազրույցը, որը արել ենք մոտ 2 ժամ առաջ։ Ժամը 6-ի դրությամբ Տավուշի մարզում կրկին նույն 4 կետերում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, տարածվածության որևէ դեպքեր չունենք արձանագրված, հրդեհաշիջման աշխատանքները բարեհաջող իրականացվում են եւ այլ հատվածներում նոր բռնկված հրդեհներ այս պայմանությամբ չունենք։ Դուք ասում եք, որ բավարար են փրկարարների թիվը բավարար է, բնակիչներն էլ են որոշակի օգնում, նույնիսկ կամավորներ կան ներգրաված, ամեն դեպքում դուք ասում եք նոր ուժերի կարիք չունեք, տեխնիկան էլ բավարար է, ինչու չի հաջողվում ամեն դեպքում լրիվ մարել։ Հրդեհաշիջումը իրականացվում է դժվարամատչելի հատվածներում, մեր փրկարարները իրականում շատ ծանր եւ կարևոր գործ են անում այս պահին։ Դժվարամատչելի հատվածներում փրկարար ծառայողները իրենց հետ տանում են հատուկ տեխնիկա, ինչի միջոցով այդտեղ իրականացում են հրդեհաշիջում։ Այդ հատվածներում մեքենաներ
բարձրանալու ուղղակի հնարավորություն չկա։ Մեր տեխնիկան բավական է եւ բավականացնում է եւ անձնակազմի թվականակն էլ այս պահին բավականացնում է, պատշաճ իրականացվում է հրդեհաշիջում, պատշաճ իրականացվում է հերթափոխ եւ աշխատանքները շարունակվելու են ողջ գիշերվա ընթացքում եւս։ Էլի պատճառների մասին քրեական գործ չկա, արդյոք այսքան հեռավորության վրա առաջացող հրդեհները ինչ որ վարկած, ինչ որ այսպես հուշում տալիս են իրավապահներին, թե ինչից կարող է ծագել։ Ինչպես նշել ենք, ոստիկանությունը զուգահեռ հրդեհաշիջման աշխատանքներին իրականացնում է որոշակի միջոցառումներ եւ որևէ հրապարակայնացնելու եւ որևէ տեղեկություն լինելու դեպքում բնականաբար կհայտնենք։ Բայց ինչքանով է հնարավոր, հա, այդպես տարբեր կլիմայական գոտում գտնվող մարզեր են, ինչպես կարող է լինել, որ այսպիսի նույն կերպ, նույնատիպ տարածքներում ուղղակի տենց անտառային հրդեհներ բռնկվեին։ Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, եթե լինի քննություն, այդ քննությունը կպատասխանի բոլոր հարցերին։ Նախնական վարկածներ էլ չեն դիտարկվում։ Նախնական վարկածները այս պահին չեմ կարող հայտնել։ Երբ պաշտոնյաները հրդեհները վերահսկելի էին համարում, բնապահպանները մասշտաբները սարսափելի էին որակում։ Սոցցանցերում կամավորներ փնտրում։ Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնապես կամավորների հավաքագրման կարիք չի տեսնում։ Հագնում եք ոչ սինթետիկ հեշտ չվառվող շորեր, վերցնում եք ուտելիք ջուր։ Բնապահպանի տուն նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը երեկուշ երեկոյան Facebook-յան իր էջում Դիլիջանի հարակից հատվածներում բռնկված հրդեհի տեսանյութով էր կիսվել ու կամավորներին հորդորել միանալ իրենց։ Կեսգիշերին տարածած այս տեսանյութով իրենց էջերում 600-ից ավելի օգտատերեր են կիսվել, հարյուրավոր մարդիկ էլ արձագանքել։ Առավոտը ժամը 6-ին Դիլիջանի Կալցեվոյես Միմինոյի արձանից պատիվ ունենք մեր երկրի համար ինչ-որ լավ բան անելու։ Բոլորի օգնությունը պետք է, մասշտաբները սարսափելի են։ Այսօր առավոտյան բնապահպան Գոռ Հովհաննիսյանն իր էջում նոր տեսանյութ էր տեղադրել։ Այս անգամ Դիլիջանի հարակից սարերից մի խումբ կամավորներով արդեն տեղում են։ Էկոպարեկների խումբը մենք կողքից ոնց կարեցանք օգնեցինք, այս ամեն ինչը կանգնացրեցինք, բայց որ նայում եք, այնտեղ լիքը տեղեր անտառներ է մտել ու պիտի անդադ վերահսկվի, որովհետև քամի է լինում կամ նորից կպնում է ու տենց բաներ։ Այն որ հարցնում եք ինչով գանք օգնենք, մենք մեր պստիկ խմբով արդեն անտառներում ենք, մեզ չեք կարա միանալ։ Դրա համար խորհուրդ եմ տալիս նախ անպայման գաք, որտեղ չգիտենք հենց մնացած տեղերը ինչ է։ Գաք մոտենակ այնի մեքենաներին։ Գոռ Հովհաննիսյանի հետ տեսազանգով զրուցել մեզ չհաջողվեց, հեռախոսային կապը սարերում ընդհատումներով է աշխատում, բայց ասած կամավորների լրացուցիչ խմբի կարիք այս պահին դեռ չկա։ Լուսաբացից մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին, իրենց միանալու ավելի քան 40 զանգ է ստացել։ Առավոտյան ժամը 6-ին շարժվել ենք 8 կամավորով, բայց արդեն 40-ից ավել զանգ եմ ստացել։ Որ հավաքեինք, բավականին մեծ բանակ ստացել կամավորներին։ Կամավորներ հավաքում էին 3, այսօր էլ դրանց կարիքը չկա։ Իրավիճակը արդեն գնալով ավելի դեպի լավն է գնում։ 2 օրը վատ էր, բայց վերջապես հավաքադրվեցին ճիշտ քանակի ուժեր ու ամեն ինչ ճիշտ կազմակերպվեց։ Բավականին մեծ քանակի այնը մարդ է բերել, ահավոր ուժեղ ծուխով ու շատ բան չի հասկացվում։ 4 կիլոմետր երկարությամբ հրդեհային դիտ ենք հանգցրել, մի մասը շատ թույլ, մի մասը շատ ուժեղ, այնտեղ կարող խոտնա բարձր այրվում, կարող ծառերներ արվում ու տենց տարբեր։ Մի մասը արդեն անտառի մեջ, մի մասը համարյա անտառի էր հասնում, կարճ ասած տենց անտառամերձ ու անտառի մտնող տարածքներում։ Ընդհանուր առմամբ հազարավոր փրկարարներ են մասնակցում Հայաստանի տարբեր հատվածներում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին։ Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը պնդում է, առայժմ կամավորների կարիք չկա։ Հայտարարություններ կան կամավոր խմբերի ուրեմն կազման եւ դեպքի վայր մեկնելու հետ կապված, կցանկանայի նշել, որ այս պայդրությամբ փրկար ծառայության ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը եւ կամավոր որևէ ջոկատների խմբերի անհրաժեշտություն չկա, բայց լինելու դեպքում բնականաբար հավելյալ հայտարարություն կտարածենք։ Տավուշի մարզի Իջևան եւ Բերդ համայնքների անտառներում նույնպես հրդեհների օջախներ կային։ Դրանք ավելի մոտ են Բերդի կազմում գտնվող Նավուր բնակավայրին։ Համայնքի ղեկավար Մեհեր Նիգոյանն Ազատությանն ասաց, համայնքապետարանի ու վարչական տարածքների 5 տասնյակ աշխատակիցներ առաջին օրերից միացել են փրկարարների աշխատանքներին, բայց այսօր ասաց կրակ չի երևում, միայն ծխացող օջախներ։ Ծխացող օջախները հիմա համեմատաբար մի քիչ են, բայց ասենք դեռ ներքև առաջացել է Բերդից մի քիչ վերև։
Գնացել նայել եմ, առայժմ ծուխ է, այտենց բարձրանում է ծուխը, մի օջախ է հիմնականում, որ մի քիչ շատ է այսօր վարվան, մի ամբողջ տարածք տխապատված է։ Մեր գյուղից կոնկրետ մի 3-4 կիլոմետր մի քիչ ավել ուղիղ գծով։ Մենակ ծուխ է, ասեք դրակ չի երևում։ Բնապահպանի տուն նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանն այս ոլորտում տարիների փորձ ունի, հրդեհների բռնկման վարկածներ է թվարկում, հիշեցնելով նախկինում արձանագրված դեպքերը։ Կարա բնական լինի, որովհետև բնության մեջ մի քանի կոմպոնենտներ խառնվելուց չորային եղանակին ինքնին բռնկում կարան առաջացնեն։ Կարա ապօրինի կտրված ծառերի հետքերը թաքցնելու ինչ-որ քայլի հետևանք լինի, երբ որ վառում են, որպեսզի անհետանա, որտեղ հետո հաշվարկ է լինում ու գործեր են բացում։ Բոլոր տարբերակներն էլ Դիլիջան ազգային պարկում ժամանակին եղել են։ Նույնիսկ մի քանի անգամ մեկը մյուսից մուրհանելու համար մի անտառապահ մյուսի տարածքում հրդեհ կազմակերպել։ Կարա լինի, որ գյուղական թյուր մտածելակերպ է, չէ՞, որ վառենք ավելի լավ կաչի մյուս տարի խոտը անասնակերի համար, կարա դա լինի պատճառը։ Ճիշտ ասած, այնքան մեծ է հսկայական է տարածքը ու բռնկման աղբյուրներն էլ են մի քանիսը, որ չես կարա հաստատել։ 5 օր է ինչ Հայաստանի տարբեր հատվածներում լայնամասշտաբ հրդեհներ են, բայց քննչական կոմիտեում դեռ քրեական գործ չկա հարուցված։ Հետևաբար պատճառների մասին պաշտոնական վարկած էլ դեռ չի հաղորդվում։ Կոմիտեից ասում են կհարուցվի քրեական գործ, եթե հաղորդում ստանան, այն դեռ չկա։ Երևանում կրակի օջախ չկա, բայց քաղաքը ծխի մեջ է, օդը խիստ աղտոտված։ Անգամ պատասխանատուները չեն թաքցնում, որ օրինակ կենտրոնում վերջին օրերին օդը թույլատրելիից մինչև 4 անգամ ավելի կեղտոտ է։ Սոցցանցերում շղարշի մեջ մայրաքաղաքի լուսանկարներին զուգահեռ հակագազով երևանցիների մեմեր են արդեն պտտվում։ Ու եթե պաշտոնյաները օդի տեղաշարժով, ավելի ճիշտ դրա բացակայությամբ են վերջին օրերի հեղձուկը պայմանավորում, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները, իշխանության ծառահատումները, չվերահսկվող բաց շին հրապարակներն ու էլի բազմաթիվ թերացումներն են համարում Երևանի այսօրվա փոշու պատճառը։ Երևան քաղաքում հատկապես կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։ Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 25-ին համապատասխանաբար 4.3 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Առաջիկայում, քանի որ չի ակնկալվում օդի մթնոլորտային հոսանքների տեղաշարժ, առաջիկայում եւս կպահպանվի այս դիտված պատկերը մինչև հետագա օդային հոսանքների տեղաշարժի փոփոխությունը։ Այս սմոգը, այս փոշու շերտը, որը կարող են տեսնել մեր քաղաքացիները, այն առկա է տևական ժամանակ, ձմռան ամիսներին եւ այսինքն պատճառահետևանքային կապերն են ուղղակի տարբեր եղել։ Նկատել են պատճառները հիմնականում շինարարությունն է, մեքենաներից արտանետումները, որտեղ տարեկան մեծ թվով մեքենաներով ավելանում է քաղաքում։ Բազմաթիվ են, բոլոր գործոնները այդտեղ տեղ ունեն։ Դրանք կլինեն թե մեքենաների աճող թիվը, թե հանքերի տեղակայումը, որը օրինակ քաղաքապետարանը վերջի տարիներին խիստ սահմանափակել է, լինի շինարարությունը, այսինքն բոլոր գործոնները այստեղ տեղ ունեն։ Օդի աղտոտվածության բարձր մակարդակը բնականաբար ռիսկի գործոն է հանդիսանում քաղաքացիների առողջության տեսանկյունից, բայց այստեղ շատ կարևոր է մի քանի հանգամանք, մասնավորապես օդի աղտոտվածության որ ցուցանիշներով է աղտոտված օդը, ինչ ժամանակահատվածում է օդի աղտոտվածությունը տևել եւ չմոռանանք, որ մեր հիվանդությունների առաջացման պատճառները բազմագործոն են եւ դրանից կախված, այսինքն ունենք վարքագծային գործոններ, որ մի գործոնով չի կարելի նշել, որ այս կամ այն հիվանդությունը կարող է բարձրանալ։ Սակայն ռիսկի գործոնը դա կա, առկա է եւ փաստ է։ Մենք նույն խցանումներն ունենք, եթե ոչ ավելի ծանր, բաց վիճակում շինարարություն ունենք, չկանոնակարգված աշխատանք ունենք, որը չի համապատասխանում ոչ մի սանիտարական նորմի։ Մենք հատում ենք փողոցների երկայնքով խոշոր մեր ծառերը, որոնք որ տեսակի մեջ լավագույնն էին փոշին նստեցնելու համար։ Անում ենք դա փողոցների երկայնքով, այսինքն մեկ բան է դուք հատեք 10 ծառ ինչ որ մի պուրակում եւ լրիվ ուրիշ պատկեր է, երբ որ դուք ամբողջ փոքր կենտրոնում հատում եք խոշոր ծառերը եւ նրանց փոխարեն տնկում եք դեկորատիվ այգեպուրակային տարածքների համար նախատեսված ուրեմն պահանջկոտ շատ ծառատեսակներ, որովհետեւ փողոցներում ծառերը դրանք օդափոխության միջանցքներ են, դրանք քաղաքի կմախքի կանաչ բաղկացուցիչ մասն են եւ փաստացի հիմա մենք թողել ենք բնակչին
բաց վիճակում այս բոլոր խնդիրների առջև։ Դրա համար քաղաքապետարանը պետք է շատ լուրջ ուրեմն ուսումնասիրի այն խնդիրները, որոնք ինքը անձամբ ստեղծել է եւ նախկին իշխանության օրոք եւ այսօր շարունակաբար, բայց այն ծավալը, որը այսօր մենք ունենք, ես չեմ հիշում, ճիշտը որ ասեմ, որ այսպիսի բան է տեղի ունեցել եւ մեր մոտ փողոցներով միամոմենտ բոլոր ծառերը ոչ լոտվեցին, բոլոր ծառերը փտեցին եւ պետքա մենք ուղակի որպես փրկություն եւ դա ներկայացվում է որպես բարի կամք, որպես շատ լավ աշխատանք պետքա հատվեն Երևանի ուրեմն կենտրոնի ծառերը եւ հիմա մենք պետքա 20 տարի սպասենք մինչեւ այդ ծառերը սավառ ձեռք բերեն կամ տեսակներ դնենք, որոնք երբեք չեն էլ ձեռք բերելու։ Այս սեզոնին նաեւ օդափոխության խնդիր է լինելու քամիների բացակայություն, բայց սա չի խոսում նրա մասին, որ մենք մնացած սեզոնին ունենք արտակարգ վիճակ։ Մենք ունենք մոտ վիճակ, ուղղակի անընդհատ կա այդ քամին, որը փոփոխություններ պարբերաբար առաջացնում է, բայց նույն աղբավայրը այրվող մենք ունենք չէ Երևանում։ Մենք ինչ հարց ենք լուծել 7 տարի է դուք արդեն ներկա եք 7 տարվա մեջ ինչ է փոխվել աղբավայրի կյանքում ոչ մի բան։ Նիկոլ Փաշինյանի պարտության իր մոդելն է այսօր առաջարկել 26-ի ընտրապայքարին մասնակցելու մտադրություն հայտնած մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա կարծում է գործող վարչապետի շանսերը նախկին նախագահներն են ավելացնում։ Նրանց չմասնակցությունն ըստ Թաթոյանի Փաշինյանի պարտության երաշխիքը։ Ընտրություններին մոտ կես տարի է մնացել այս ընթացքում բանավիճելու Փաշինյանի տասնյակ առաջարկները նախկին նախագահները մերժել են, այսօր Թաթոյանն է վարչապետին բանավեճի հրավիրել։ Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելարուս, մի մասը մեզ ուզում է Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայետ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում հավակնում է վարչապետի պաշտոնին, կոչ է անում նախկին նախագահներին չմասնակցել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եթե նրանք իսկապես ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի։ Պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Ընտրությունը կամ մրցավազքը ՔՊ-ի կամ Փաշինյանի, այսպես ճիշտ է, Փաշինյանի եւ նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա։ Արման Թաթոյանը ընդունում է, որ պաշտոնաթող 3 նախագահների ժամանակ էլ եղել են լավ քայլեր, ձեռքբերումներ, բայց նրա խոսքով 2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ բոլոր 3 նախագահների պաշտոնավարման ընթացքում կուտակվել էին խնդիրներ ու սխալներ, եւ հիմա Փաշինյանը նրանց այս սխալները շահարկելով փորձում է վերարտադրվել։ Քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության եւ դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Ինձ համար եւ դա նաեւ ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս այս պարագայում, որովհետեւ օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի, դեռ նա հիմնվում է, սնուցվում է միայն այս սխալներից։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է, մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, թե ինչ ֆորմատով հայտնի կդառնա հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Քոչարյանը նաև անընդունելի էր համարել ընտրություններին չմասնակցելու իրեն ուղղված կոչերը։ Ով է ում ձեռից բռնել, ով է ում խանգարում մասնակցել այս ընտրություններին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առհասարակ ընտրություններին մասնակցելու մասին առ այս պահը չի հայտարարել, պնդելով, որ պետք է Փաշինյանի իշխանությանը հեռացնել ավելի շուտ իմպիչմենտի միջոցով, բայց Սարգսյանն ի տարբերություն Քոչարյանի հայտարարել է իրեն իշխանություն պետք չէ։ Մեզ ոչ թե իշխանությունը պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանապողության գաղափար։ Այդքան մի բան։ Մենք ուզում ենք, որ 2021 թվական կրկնվի։ Մենք ուզում ենք, որ նույն վաղարշաբաթը կրկնվի։ Մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո նորից էլի վերարտադրվի եւ 2026 թվականին ինքը լինի վարչապետ։ Ոչ չենք ուզում։ Իսկ դրա մեր ժողովուրդն ա տվել դրա պատասխանը։ Մեր ժողովուրդը հստակ ասել է պաշտոնաթող նախագահներ, որևէ մեկը չեք կարող երբեք գալ իշխանության։ Հստակ ասվել է։ Եվ սա շատ հստակ է ու Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։ Դրա համար Փաշինյանը նրանցից է դարձնում իրեն հակառակորդ։
Արման Թաթոյանի համոզմամբ նաև սա է պատճառը, որ Փաշինյանը պարբերաբար նախկին նախագահներին է հրավիրում բանավեճի։ Ի պատասխան Թաթոյանն այսօր առաջարկեց վարչապետին բանավիճել հենց իր հետ։ Պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Ցույց տալու համար, թե նախկինները որքան խոցելի են եւ թե ինչպես է դրանից օգտվում Փաշինյանը, Արման Թաթոյանը պատմեց, որ երբ իր հիմնադրամի համար տարածք էր փնտրում, պարզվում էր, որ թանկարժեք տարբեր շենքեր պատկանում են նախկին նախարարների, նախկին падգամավորների եւ պաշտոնյաների։ Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում։ Այս մի փոքր երկրից, այսքան տարի, դուք այս ինչ եք այսքան տարել, որ ամեն մի ձեր նախարար ու падգամավոր $1 միլիոն ու ավել շենքերը գրկած նստել եք ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել Փաշինյանը, որ չօգտվի այդ հարցերից։ Արձագանքելով իշխանությունից իր հասցեին հնչող քննադատություններին, թե նայել է նախկին, քանի որ Սերժ Սարգսյանի օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է արդարադատության փոխնախարար, օմբուդսմեն, Թաթոյանը հակադարձեց, թե երբեք չի ենթարկվել որևէ ղեկավարի հրամանի, իսկ որպես օմբուդսմեն իրեն խորհրդարանում ընտրել է նաև այն ժամանակ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ես երբեք չեմ աշխատել հանրապետության ղեկավարներից որևէ մեկի հրամանով։ Ես երբեք չեմ եղել հանրապետության որևէ ղեկավարներից որևէ մեկի կուսակցության ներքո։ Սա ինձ մշտապես պահել է անկախ։ Ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ հանրապետության որևէ ղեկավարից։ Արման Թաթոյանի այս հավաստիացումներից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ԿՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կրկին Թաթոյանին անվանեց Սերժ Սարգսյանի թիմակից, գրելով. Սերժ Սարգսյանը վարչապետի այդ բանավեճից մեղմ ասած խուսափում է, բայց նրա փոխարեն նրա արդեն երկրորդ թիմակիցն է ցանկանում բանավիճել վարչապետի հետ, այս անգամ Արման Թաթոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին բացի անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Տեղեկությունները խիստ սահմանափակ են, կառավարությունից միայն ընդհանուր ձևակերպումներ են տվել, թե քննարկվել են անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակը ընդգրկող ընթացիկ օրակարգային եւ ռազմավարական բնույթի հարցեր։ Թե ինչ ռազմավարական հարցեր այսօրվա օրակարգում փակագծեր չեն բացել։ Հայաստանի փոխարտգործնախարարը այսօր դժվարացել է հստակ ժամկետներ նշել, երբ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Մնացական Սաֆարյանի հույսը այն է, որ փաստաթուղթը ապագայում կստորագրվի։ Բաքուն դրա տակ ստորագրելու նախապայման ունի, պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի է պատրաստում 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այժմ քննարկումները ավելի շատ ապաշրջափակման թեմայով են, Վաշինգտոնյան պայմանավորվածություններից 3.5 ամիս է անցել, Մնացական Սաֆարյանը այսօր ասել է, որ դեռ քննարկում են հայ-ամերիկյան համատեղ ընկերություն հիմնելու հարցը։ Քննարկումները ամերիկյան կողմի հետ հիմա շատ ակտիվ ընթանում են, որևէ այլ մանրամաս այս բանը ես չեմ կարող դրա մասին հայտնել, այսինքն չկա այլ որ հայտնել։ Իսկ մեր պատկերացումները ինչպիսին են, ինչ ընկերություններ կարող են լինել։ Այդ երկու կողմերն են որոշելու, բնականաբար ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու։ Բնականաբար երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը եւ առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերությունը առաջին փուլում։ Հիմա քննարկումները հենց դրա մասին են ընթանում, հայ-ամերիկյան համատեղ ընկերության հիմնման մասին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ ուտել։ Ընդդիմությունը 6 տասնյակից ավելի քաղբանտարկյալների մասին է խոսում, իշխանությունը հերքում է։ Այսօրվա լսումներին ոչ մի իշխանավոր չմասնակցեց։ Այսօր իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Դրա գնահատական այս
Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վեհափառի անունը շրջանցած քահանաները եթե չեն ուզում կարգալույց հռչակվել, ըստ մայրաթորի պետք է մեղագան։ Վաշինգտոնը շարունակում է քննարկումները իր առաջարկած խաղաղության պլանի շուրջ։ Խորհրդարանի ընդդիմադիրները այսօր քաղբանտարկյալների հարցով լսումներ են անցկացրել, որին ոչ մի իշխանական չի մասնակցել։ Գլխավոր դատախազն էլ, որ պետական ողջ ապարատի հետ շաբաթ վարչապետի հրավիրած քաղծառայողների համաժողովի առաջին շարքում էր, այսօր ընդդիմադիրների նախաձեռնությանը մասնակցելու ժամանակ չի գտել։ Ընդդիմադիրները ամբիոնից էին խոսում 6 տասնյակից ավելի քաղբանտարկյալների մասին, ազգային ժողովի նախագահը լրագրողների օթյակից էր նրանց հակադարձում, անթաքույց հեգնական ժպիտով ընդունելով ելույթներից պատառիկները։ Հայաստանում 6 տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման օրակարգով հրավիրված լսումներն այսօր մեկնարկեցին ընդդիմադիր Հայաստան խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ներկայացմամբ։ Էլինար Վարդանյանը, որ նախագծի հիմնական զեկուցողն էր, պնդեց Հայաստանում քաղաքական հայացքների համար ճնշումներ նահագնացել են։ Մեր տվյալներով 60-ից ավել իսկ իմ գնահատականներով գրեթե 70 անց ենթարկվում է քրեական հետապնդման, բնականաբար քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Նախագծում քաղբանտարկյալների կոնկրետ անուններ նշված չեն, փոխարենը ընդհանուր ասվում է, որ ճնշումների են ենթարկվում հոգևորականներ, նախկին ու ներկա քաղաքական գործիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարեգործներ, նաև իշխանությանը քննադատող քաղաքացիներ։ Էլինար Վարդանյանը ամեն դեպքում առանձնացրեց ահաբեկչության փորձի եւ իշխանության յուրացում նախապատրաստելու համար մեղադրվող Լիդիա Մանթաշյանի օրինակը, որի կալանքն ու տեսակցությունների արգելքը պահպանվում է։ Լիդիա Մանթաշյանը այս պահին միակ կին քաղաքական բանտարկյալն է եւ ընդամենը օրեր առաջ դատարանը հերթական անգամ 3 ամսով երկարաձգեց Լիդիայի կալանքը եւ դա այլ կերպ, քան պատիժ Լիդիայի նկատմամբ հնարավոր չէ որակել։ Բայց սա միակ անունը չէր, որ հնչեց այսօրվա լսումներին։ Ընդդիմադիր գործիչներն ու փաստաբանները անդրադարձան Միքայել եւ Բագրատ Սրբազանների, Սամվել Կարապետյանի, Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի, Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների գործերին, փորձելով հիմնավորել, թե ինչու են այս անձինք քաղբանտարկյալներ։ Քաղաքական բանտարկյալ ճանաչված անձը պարտադիր չէ, որ լինի անմեղ, գործի քաղաքական բաղադրիչը կարող է դրսևորվել օրինակ օրենքի ընտրովի կիրառման մեջ կամ չափազանց խիտ պատժի կիրառման մեջ համեմատած նույնատիպ հանցագործություն կատարած, բայց քաղաքական նախապատմություն չունեցող անձանց հետ կամ վերջապես անարդար դատավարության մեջ, որը այնուամենայնիվ կարող էր հանգեցնել մեղավոր անձի դատապարտմանը։ Իշխանությունից կտրուկ հերքում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ասում են, նման բան լիներ, գոնե միջազգային մի կառույց այդ մասին կբարձրաձայներ։ Միջազգային կառույցների լռությունից ընդդիմադիրները դժգոհ էին, այսօրվա գրեթե բոլոր ելույթներում նրանք այդ խնդրին անդրադարձան։ Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեց, ինչպես էին նախկինում քաղբանտարկյալների թեմայով քննարկումներին արձագանքում միջազգային կառույցները։ Ցանկացած նման քննարկման ժամանակ Սվիտարսկին լիժանքան դնում էր եւ ըստեղից չէր գնում որևէ տեղ։ Ընդդիմադիրներն այսօրվա լսումներին նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին էին հրավիրել, բայց ինչպես հայտարարվեց նիստի մեկնարկին, ներկա էր միայն Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքական ներկայացուցիչը։ Ընդդիմադիրներին պակաս չվրդովվեցրեց նաեւ գլխավոր դատախազի բացակայությունը։ Աննա Վարդապետյանի խորհրդականը դեռ 3 էր ազատությանը հայտնել, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատախազը չի գնա ազգային ժողով։ Կոնկրետ քաղաքական, իրավական գործողություն ենք պլանավորում գլխավոր դատախազի այս վարքագծի կապակցությամբ։ Ելույթներից բացի լսումները նախաձեռնողները ազգային ժողով էին բերել այն բոլոր անձանց լուսանկարները, որոնց քաղբանտարկյալ են համարում։ Դրանք տեղադրված էին կառավարության անդամների համար նախատեսված հատվածում։ Այստեղ լուսանկարներ են դրված։ Բոլորին իհարկե ազատություն եմ մաղթում, բայց շատ խորհրդանշական է, ես կուզեի, որ իրականում Միքայել Սրբազան հենց այդ աթոռին նստած լիներ այս պահին որպես
Հայաստանի վարչապետ երևի լավագույն լուծումը կլներ։ Իշխանական որևէ падգամավոր նիստին ներկա չէր։ Միայն ազգային ժողովի նախագահը կարճ արձագանքեց քննադատություններին, այն էլ լրագրողների համար նախատեսված օթիակից։ Լավ է, որ լավ գաղափար են նկարներ են դրել, որպեսզի ինչ որ չափով դահլիճը լրացված լինի, հա, կարող են մնացած տեղերում, որտեղ որ մարդ չկա նստած, էլի նկարներ դնեն, ինչ որ նկարներ, չգիտեմ, օրինակ անցյալից նկարներ դնեն, որ մարդիկ հիշեն անցյալի, ասում են բացակատեղենը, թող անցյալից նկարներ դնեն, այն մարդկանց, ովքեր որ լրագրողների ծնոթ էին կոտրում, ովքեր որ մարդկանց բազեզներում ծեծում էին, ովքեր որ հերոստալիքներ եւ բաներ էին փակում, այդ մարդկանց նկարներն կարան դնել։ Եվ մինչ իշխանությունը պնդում է, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, ընդդիմությունը փորձում է լուծումներ գտնել։ Հայաստան խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը դիմեց ընդդիմադիր քաղաքական ուժերին համագործակցության առաջարկով։ Պատգամավորը մանրամասնեց, թե որ հարցերի շուրջ իր պատկերացմամբ պետք է համագործակցեն ընդդիմադիրները։ Նախ ասած, բոլոր օրինական միջոցներով պետք է ձևավորեն հակազդեցություն քաղաքական ճնշումների նկատմամբ։ Պաշտպանեն եկեղեցուն եւ քաղբանտարկյալներին, ընդդիմադիր դաշտում բացառեն իրար դեմ հակաքարոզչությունը, համախմբվեն եւ վերահսկեն նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացը, զերծ պահելով իշխանությանը չարաշահումներից։ Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք այս խորհրդակցությունները եւ կարողանալու ենք այդ ամբողջական կոնսոլիդացիան առնվազն իմ վերը նշված օրակարգային հարցերի շուրջ ունենանք։ Լսումներից հետո քաղբանտարկյալների մասին հայտարարության նախագիծը կլրամշակվի եւ նորից կքննարկվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում։ Նախորդ քննարկումն այս հանձնաժողովում ավարտվել էր առանց քվեարկության։ Մայրաթորը եպիսկոպոսական ժողովից հետո հայտարարում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարակների ժամանակ վեհափառի անունը չհիշատակած քահանաները, եթե չզղջան, խիստ պատժի կարժանանան, ենթադրվում է կարգալույծ կարվեն։ Այս հայտարարությունից մի քանի ժամ է անցել առայժմ, զղջման տեքստեր չեն հնչել։ Այն հոգևորականները, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը միտումնավոր շրջանցել են, պիտի զղջան ու սրբագրեն իրենց, թե չէ կարգալույծ կարվեն։ Սա ենք հասկանում եպիսկոպոսների ու թեմակալ առաջնորդների երեկվա ժողովին հաջորդած հայտարարությունից, որ Մայրաթորը տարածեց այսօր։ Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Հերձվածը իրեն եկեղեցուց դուրս դրած մարդն է։ Էջմիածնի հայտարարությունից բխում է, որ Փաշինյանի ներկայությամբ պատարագած ու վեհափառի անունը շրջանցած քահանաները, եթե ուզում են պատժից խուսափել, պիտի ընդունեն իրենց սխալը, մեղաներով ծնկի գան, խոստովանեն ու թողություն խնդրեն։ Մայրաթորի հայտարարությունում առանձին անդրադարձ չկա Վայոց ձորի ու Մասյացոտնի թեմի առաջնորդներին։ Վերջին երկու պատարագներում տեքստի խմբագրումը հենց Աբ รา համ ու Գևորգ սրբազանների ներկայությամբ կամ հանձնարարությամբ տեղի ունեցավ։ Մի ընդհանուր հորդոր կա։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին, հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության եւ առավել զորացման։ Ժողովից հետո Երեք ժողովի մտնելուց առաջ Վայոց ձորի թեմի առաջնորդը այդպես էլ չպատասխանեց Տեր Հովանես քահանան իր հանձնարարությամբ է շրջանցել վեհափառի անվան հիշատակումը, թե ինքնագործունեություն էր։ Տեր Հովանեսը ինքն էլ ոչինչ չի ասի։ Քանի որ ես եպիսկոպոսական ժողովներից տեղյակ չեմ, այնքանով եմ տեղյակ, որքանով որ համացանցում որ ինֆորմացիա կա կամ չկա, դրա համար ես ոչինչ չեմ կարող ասել։ Քահանային ժողովից չէինք հարցրել, այլ այս մասին վրիպեց, մոռացավ, թե հատուկ չհիշեց վեհափառին։ Զղջում է։ Այս մեքենա են վարում, կներեք։ Մասյացոտնի թեմի քահանա Տեր Երվանդը արդեն հայտարարել է, որ վեհափառի անունը չհիշատակելով ինքն իր անհամաձայնությունն է հայտնել ընդդեմ անարդարության։ Մայրաթորից թիրախավորել են իր թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Հասկանալի է, Տեր Երվանդը չի փոշմանում։ Աբ รา համ ու Գևորգ սրբազանները հեռախոսազանգերին չեն արձագանքում։ Մեղաներով ծնկի գալու միտք ունեն, թե ոչ, հայտնի չէ։ Ես լինեի վեհափառ հայրապետի տեղը, ասենք իրպես իմաստուն չլինելով, ես հենց այսօր բոլորին կարգալույծ կանեի, հաջորդ կիրակի իրենց կրկնակի քանակի եպիսկոպոս կոտրեի, կուղարկեի իրենց թեմերը, բայց փառք Աստծո ես չեմ վեհափառի տեղը, ես ընդամենը յուղական քահանա եմ,
Վեհապար է բոլոր հարցերում ինձանից շահայաց, իմաստուն։ Բյուրականի եկեղեցու քահանա Տեր Վրդանես Բաղալյանի կարծիքով թեմերի երկու առաջնորդները միացել են իշխանության արշավին։ Դրանով է պայմանավորված պատարագների տեքստի կամայական խմբագրումը։ Իրենց դեմ կոմպրոմատներ ունեն, իրենց պարտադրում են ինչ-որ լծակներով, նայեք, իրենք եթե նույնիսկ ասենք խնդիր ունենային զուտ վեհապարի, այդ խնդիրով իրենք այդ խնդիրը բարձրացնեին եւ դիրքորոշում արտահայտեին, բայց իրենք ոչ թե բարձրացնում եւ դիրքորոշում են այտնում, այլ միանում են հակաեկեղեցականների։ Վեհապարի անունը պատարագի մի քանի հատվածներում պիտի հնչի, ընդգծում է Տեր Սամվել Վարդապետ Մխիթարյանը, Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը, այդպես է սկսած 12-րդ դարից։ Ոչ թե անձնավորված, այլ իրապես օրվա կաթողիկոսին բոլոր ժամանակների հիշատակվել եւ պիտի հիշատակվի նաեւ գալիքում։ Իդեպ Մայրաթորը Փաշինյանի ներկայությամբ կաթողիկոսի անունը չհիշատակելու երևույթին եպիսկոպոսական ժողովով հատուկ անդրադարձավ, սակայն մինչև օրս որևէ գնահատական չի տվել դիվանապետի Արշակ Սրբազանի անվան հետ կապվող ինտիմ սկանդալին։ Միաբանական հանձնախումբ են ձևավորել, բայց կաթողիկոսական վճիռ չկա, իսկ իշխանականները այսօր նորից են պնդել կաթողիկոսական գահը թափուր է, նրա անունը ինչու պիտի հնչի։ Երբ որ ընտրվի նոր ուխտը չխախտած իսկական վեհապար, արդեն հնարավոր կլինի հիշատակել նրա անունը։ Իսկ կտրիչ Ներսիսյանը պետք է դադարեցնի Մայրաթորի ասպատակությունը եւ լքի վեհարանը։ Գնա կյանքը նվիրի իր զավակին ու թոռներին, ինչպես պիտի անի ցանկացած լավ հայր։ Այս կիրակի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոսի հրավերով։ Վազգեն Սրբազանը մինչև այժմ Մայրաթորից տարբերվող մի քանի տեսակետներ է հայտնել։ Անուշավան Սրբազանի ու կառավարող թիմի միջև կապերի մասին մամուլն է գրում։ Արդյոք այս կիրակի Մայր եկեղեցում նույնպես չեզոքացնելու են կաթողիկոսի անունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղեդիներ ու սրտիկներ առաքել բոլորին։ Դեռ չի բացահայտում, որտեղ է ծնկի գալու այս կիրակի, արդյոք Երևանի Մայր տաճարում։ Եվ միջազգային մեկ թեմայի անդրադառնանք, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հաջորդ շաբաթ մեկնում է Մոսկվա բանակցելու Պուտինի հետ։ Ամերիկյան կողմը նաև ուկրաինացիների հետ է քննարկումների մեջ։ Արդյոք այդքան քննադատված ամերիկյան պլանը կհաջողվի բերել այնպիսի տեքստի, որ թե Կիևի, թե Մոսկվայի համար կդառնա ընդունելի։ Միացյալ Նահանգների նախագահն Ուկրաինայի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հաջորդ շաբաթ կգործուղի Մոսկվա, որտեղ նա կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցնելու խաղաղության ամերիկյան պլանի վերջնական տարբերակը։ Դոնալդ Թրամփը սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլն իր հերթին կհանդիպի ուկրաինական կողմին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ում։ Թրամփը նշել է, որ խաղաղության պլանի շատ կետեր համաձայնեցված են, տարաձայնություն կա մի քանի կետի շուրջ, ապա հույս է հայտնել, որ շուտով կհանդիպի Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ, երբ պլանը վերջնական տեսքի բերված կլինի։ Սպիտակ տանն էլ հայտարարել է, որ շատ մոտ են համաձայնությանը։ Կարծում եմ շատ մոտ ենք համաձայնության, տեսնենք թե ինչ կլինի։ Կարծում եի, որ այս հակամարտությունը ավելի արագ կավարտվի, բայց կարծում եմ առաջընթաց ենք գրանցում։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, գործարք կնքելու համար ոչ մի վերջնաժամկետ չկա, կարևորը որ պատերազմը շուտ ավարտվի։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Վիտքոֆը կայցելի Մոսկվա, սակայն հերքել է, թե Աբու Դաբիում Ռուսաստանի հետ օրերս քննարկվել ամերիկյան խաղաղության պլանը, որը ըստ Reuters-ի կազմվել է Ռուսաստանի առաջարկների հիման վրա, որոնք Վաշինգտոնին ներկայացվել են հոկտեմբերին։ Ըստ գործակալության հենց դրանք են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է Թրամփի հետ հանդիպել հնարավորինս շուտ, գուցե այս 5 շաբթի, որպեսզի վերջնականապես համաձայնեցնեն խաղաղության ծրագիրը։ Զելենսկին իր հերթին Ուկրաինայի դաշնակիցների հետ առցանց հանդիպմանն ասել է, որ Ժնևի բանակցությունների արդյունքում սեղանին է դրված շրջանակային փաստաթուղթ, եւ ինքը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ եւ քննարկել չլուծված հարցերը։ Այդ փաստաթուղթը սեղանին է եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել ԱՄՆ-ի հետ, նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ, նաեւ Եվրոպայի հետ։ Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի հետ, կան զգայուն կետեր, որ պետք է քննարկել, դրանք դեռ կան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ Լոնդոնը պատրաստ է առաջ շարժվել Եվրամիության հետ ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում։ Սա լավագույն միջոցն է ցույց տալու Պուտինին, որ նա պետք է բանակցի, ոչ թե փորձի ժամանակ ձգել։ Սա մեզ համար լավագույն միջոցն է պատրաստ լինելու աջակցել Ուկրաինային պատերազմի կամ խաղաղության ժամանակ։ Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ որոշել են ավարտել ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վերականգնման նպատակով վարկ տրամադրելու գործընթացը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է կայուն խաղաղություն, որը կհարգի միջազգային իրավունքը։ Մենք շարունակում ենք գործընկերների հետ անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում, ինչպես նաև եվրոպական մայրցամաքում խաղաղություն հաստատվի, որպեսզի այն իսկապես լինի լուրջ խաղաղություն, որը հարգում է միջազգային իրավունքը եւ լինի կայուն ուկրաինացիների եւ բոլորիս համար։ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման իրավական տեքստը, տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, խաղաղության պլանը պետք է ապահովի իրական անվտանգություն թե Ուկրաինայի, թե Եվրոպայի համար։ NBC News-ը հայտնում է, որ անցած շաբաթ Կիև կատարած այցի ժամանակ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլն ուկրաինացի պաշտոնյաներին զգուշացրել է, որ պարտությունն անխուսափելի է, քանզի Ռուսաստանը սաստկացնում է հարձակումները եւ կարող է անորոշ ժամանակով շարունակել մարտերը։ Իրավիճակը ըստ նրա կվատանա միայն Ուկրաինայի համար եւ ավելի լավ հիմա հասնել խաղաղության եւ խուսափել ավելի թույլ վիճակում հայտնվելուց։ Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։ Զապորոժիե քաղաքին ռուսական զինուժի հարվածներից 18 մարդ է տուժել։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Չուվաշիային, կա 2 վիրավոր։ Եվ վերջին տեղեկությունը Տավուշում փրկարար ծառայության մեքենայի վթարի մասին, որի հետևանքով 1 փրկարար է զոհվել, եւս 4-ը վիրավորվել են։ Ազատության թղթակիցը պարզել է, որ մեքենան կողաշրջվել է Դիլիջանից դեպի Լոռի տանող Կազաչի կոչվող հատվածում։ Այս հատվածում եւս հրդեհ կար, բայց առավոտյան պատասխանատուները հայտարարում էին, որ այն հաջողվել է մարել։ Վթարից տուժած փրկարարների կյանքին ըստ առողջապահության նախարարության վտանգ չի սպառնում։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը բավարար։ Այս թողարկման թեմաները սրանք էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է azatutun.am կայքում սոցցանցերի մեր էջերում, հետևեք, հաջողություն։